Ես կուզեմ սիրելի քույր եղբայրներ, ուրախությամբ ասեմ ձեզ Մատթեոս 14-ը կուզեմ կարդալ ձեր հետ։ Մատթեոս 14։ Մի պատմություն, որում մասին շատ խոսել ենք, երկար խոսել ենք, տարիներ խոսել ենք եւ պատմությունը անկիր գիտես։ Բայց այս պատմության մեջ մի բաներ պիտի մի դեղ շեշտը պիտի տնեմ։ Մատթեոս 14, հրամեցեք անոնք որ սուրբ գիրքունին համար 22-ն սկսյալ, Մատթեոս 24 22-ն սկսյալ։ Ես կարդամ շատ գամած եւ հետո կշարունակենք։ Հիսուս աշակերտները արդորացուց, որ նավը մտնեն եւ իր մե առաջ անտի գողմը անցնին։ Մինչեւ որ ինք Հիսուս ժողովուրդը արձակե։ Ժողովուրդը արձակելեն ետքը, Հիսուս լերը ելավ առանցին աղոթք ընելու։ Երբ իրիգուն եղավ, հոն ինք մինագեր։ Իսկ նավը, անշուշտ աշակերտներուն հետ միասին, արդեն ձովուն մեջտեղը ալեգոծության մեջ էր։ Վասնզի հովը կամին հագարակ կողմեն գփչեր։ Գիշերվան 4-րդ բահուն, ուրեմն առավոտյան ժամը 3-4-ի միջև։ Հիսուս թեպի նավը գնաց ձովուն վրայեն քայլելով։ Այստեղ Մարգոս ավետարանը մի բարգավելցն է եւ գսկրված է այդտեղ Մարգոսի մեջ եւ Հիսուս գուզեր անցնել իրենց գնաց, բայց գուզեր անցնել իրենց։ Երբ աշակերտները մեկը տեսան, որ ձողուն վրա գքայլեր, խռովեցան, վախցան եւ ասին աչքի երևույթ մնե, վախնալով գան չրդեցին։ Հիսուս խոսեցավ անոնց ուրեմն ինք ճուրի վրա եւ անոնք նավուն մեջ, Հիսուս ասավ անոնց քաչ եղեք, ես եմ, մի վախնակ։ Պետրոս պատասխան տվավ ու ասավ անոր դեր, եթե դու ես հրամանր ինձի, որ քեզի կամ ճուրերու վրայեն։ Անալսավ ինչ մեկ բար եկուր։ Պետրոսալ նավեն իջավ։ Երևակայեցեք այս պատկերը։ Պետրոս նավեն իջավ, ճուրերուն վրայեն քալեց, որբեսի Հիսուսի կով երթա։ Նպատակը ինչ էր Հիսուսի երթան։ Բայց 30 համարը, բայց հովը սաստիկ ըլլանուն վախցավ, երբ սկսավ ընկղմիլ, աղաղեց որ եւ ըսավ դեր ազատեզիս։ Հիսուս շուտմը իր ցերկը երգնցուց, բռնեց սանիգա եւ ըսավ դերահավատ, ինչու երկմտեցար։ Երբ նավը ելան, հովը թատրեցավ։ Անոնք որ նավում մեջն էին, եկան երկրպագություն ըրին անոր ու ասին իրավցնե Աստծո որդի ես դու։ Դերորդներ խոսքը։ Շատ բաներ կրնան գսել այս պատմության վրա, բայց ես շեշտը պիտի մեկտեղ։ Եվ պիտի փորձեմ որ չափ հստակ, անչափ լավ եւ գարչ փոխանցեմ ցեզ։ Շեշտը գտնեմ այսօր Պետրոսի վրա։ Համաձայն եք դες։ Պետրոս որ մինագներ որ ճուրին վրա քայլեց։ Համաձայն եք։ Ուրիշ մեկը չկայլեց Պետրոսեն բացի Հիսուս եւ Պետրոս։ Արդյոք առաջին հարցումս որ ցեզ գուզամ տալ, արդյոք միակ իրեն համար տրված էր որ ինչ ճուրի վրա քայլեր։ Ոև ինք քայլեց։ Ոչ։ Պատասխանը ինչ է։ Արդյոք մյուսերնային հրավիրված որ իրենք կարողանային քայլել ճուրի վրա։ Այո, բրավո։ Ինչու համար միակ Պետրոս ունեցավ այս փորձառությունը։ Ինչու միակ Պետրոս ունեցավ այս փորձառությունը եւ ոչ մյուս աշակերտները, որոնք նաեւ Հիսուսի գիտեին, գսիրեին, ինչու միակ Պետրոս։ Այս պատմությունը սիրելի եղբայրներ մեզի արդյոք մի բան պիտի սորվեցնի այսօր։ Հարց ինձի համար, հարց քեզի համար։ Պետրոս այս փորձառությունը ապրեցավ։ Մի քանի բաներ գրեցի ինձ համար։ Ինչու Պետրոս եւ ոչ մյուսերը։ Անոնք կալ հավատացյալ էին։ Այսօր պիտի խոսենք ինչու դու պետք է եւ ոչ մյուսները։ Ինչու դու եւ ոչ, անորոշ հարցումս հարցուցի, արդյոք միան Պետրոսը պետք է քայլեր։ Շատեր ասիկ չէ, բոլորին համար է։ Շատեր գնացել Հիսուս արդեն որոշել է որ միան Պետրոսը պիտի լինի, ուրեմն միան Պետրոսը պիտի քայլի։ Չեմ կարծում սուրբ գիրքը այդ կասի։ Քանի որ Պետրոս համարձակեցավ երևակայել ինքը իրեն ճուրին վրա։
համարձակեցավ իր մեջը դեսնել, որ ինք գրնա սահմանից դուրս գալ։ Համարձակություն ունեցավ ինքը իրեն դեսնելու այնտեղ, ուր որ Հիսուս էր։ Մյուսերը համարձակությունը չունեցան։ Վախ կոդեմ դգարեմ մամա ունիմ, բաբա ունիմ, չեմ կարող աստես դուրսել մերնիմ ինչ պիտի լինի, երեխաս ինչ պիտի լա, եթե ես անեմ այդ հարցերից։ Պետրոսը, որ զոքամ չուներ, երեխա ուներ վստահ, կգարձեմ չասեր սուպկիրկը, բայց վստահ գին անպայման ուներ, սուպկիրկը գասի, զոքամ չուներ, գին ուներ, ուրեմն ընտանիք ուներ, կորձ ուներ։ Բայց այդ փոլոյին մեջ ինչու Պետրոս ապրեցավ, առաջինը համարձակեցավ ինքզին դեսնել այն հավատքի, այն վայրը, այն տեղը, որ Հիսուս կա։ Երկրորդ բանը համարձակեցավ հարցնել Հիսուսի։ Դեր կրնամ համարձակեցավ ինք իրեն դիրոջ առաջ գալ եւ ասել ես կարող եմ արդյոք այդպես ապրեմ։ Շատերը այդ հարցում նույնիսկ չեն դա կամ աղոտ չրի մյուսեր ամենատեղից այդ համարձակությունը չունեցան, բայց Պետրոս ունեցավ։ Հետո Պետրոս համարձակեցավ հավատալ Հիսուսի եգուր բարին վրա։ Հիսուսը սավ եգուր։ Ինք համարձակեցավ հավատալ այդ բարին։ Մյուսերն ալ գսեին Հիսուսը գսիրեին, մյուսերն ալ կհավատային Հիսուսին, մյուսերն ալ գուզեին Հիսուսին, մյուսերն ալ Հիսուսի հետ կքայլեին, մյուսերն ալ թողած էին շատ բաներ Հիսուսի համար, անոնք ալ հավատացյալ էին, հավատացյալ չէին չէ, հավատացյալ էին, անոնք ալ Հիսուսի հետ էին, բայց Պետրոս տարբեր է։ Դե Պետրոս համարձակեցավ հավատալ Հիսուսի այդ խոսքին, քանի որ ինք համարձակեցավ հարցնել Հիսուսի, քանի որ ինք համարձակեցավ ինքզին տեսնել այնտեղ։ Շատ անգամներ սիրելի քույր եղբայրներ, դու քանի որ դուք ես չես տեսներ հավատքի բարձրակույն տեղը, անորոշ երբեք ոնց չես ասներ։ Շատ անգամ խնդրեմը ոչ Սուրբ ոգին է, ոչ քու մեղքը դե, ոչ քու այս կամ այն ամուսինը գինը դե կամ կորձը դե, խնդրեմը երբեմն դու ես, կամ դու քեզ չես տեսներ այնտեղ ուր որ պետք է լինես։ Դարբեր բաներ որ գնանք տնել, բայց մենք մեզ չենք տեսներ այնտեղը։ Ուրեմն համարձակեցավ ինքզին տեսնել, համարձակեցավ հարցնել, համարձակեցավ հավատալ եւ հետո համարձակեցավ այդ առաջին քայլը անել ժող Երևակայեցեք։ Երևակայեց ով նավ նստեր է, նավ փոքր նավ ալիգոծած վիճակի մեջ, վալա։ Ես շատ եմ նստում։ Ուրեմն երբ որ ալիգոծած վիճակի մեջ մի Երևակայ ես անգամ փորձեցի։ Ասեցի Պետրոս եթե քալեց աշճուրին վրա, ես ինչու պիտի չքալեմ։ Ուրեմն ելա ոտքի որ պիտի քալեմ վախծա։ Վտանգավոր է իմ համար։ Հասկանալ, ուրեմն հասկացա, որ ինչ մեծ համարձակություն պետք է Պետրոսին, այդ Ռոբեին, ինչ մեծ հավատք պետք էր այդ Ռոբեին, որ ինք հավատար այն Հիսուսին, որ ճիշտ այդտեղ է։ Աշակերտներն ալ տեսան Հիսուսին։ Պետրոսն ալ տեսավ Հիսուսին։ Հիսուս Պետրոսին ավելի մոտ չէր աշակերտներից, չէ, նույն տեղն էր Պետրոս, նույն տեղն էր աշակերտները եւ նույն տեղն էր Հիսուս, հերավորություն չի կար, ուրեմն այն չէր որ Հիսուս ավելի մտերիմ էր Պետրոսի հետ, Հիսուս ավելի սիրում էր Պետրոսին, բայց աշակերտները մի քիչ սառն էին, ոչ, նույն տեղն էր։ Համարձակեցավ մտնել այնտեղ, հալելույա։ Մյուսները նախընտրեցին մնալ իրենց նավուն մեջ թեկուզ վախկոտ վիճակով։ Համարձակեցին մնալ իրենց նավուն մեջ, բայց Պետրոս իր նավեն դուրս ելավ։ Համարձակեցավ նավեն դուրս ելնել։ Այսօրվա վերնակիրը գիտեք ինչ է։ Նավիցը դուրս արի։ Նավիցը դուրս արի։ Սիրելի քույր եղբայրներ, Հիսուս իսկապես գփնդրե, լավ լսեցեք ինչ կսեմ։ Այսօր բոլոր եկեղեցիներում մեջ կա 11-ը եւ Պետրոսը։ Բոլոր եկեղեցիների մեջ կա 11 հավատացյալներու եւ Պետրոսի նման մարդ։ Այսպես միշտ եղել են։ Հիսուս կփնդրե աշակերտներ, սիրելի քույր եղբայրներ, որոնք ռիսկ կառնեն, լավ լսեցեք, ռիսկ կառնեն, որ հոգևոր փորձառություններ ավելի ապրին։ Ով հասկացաք ինչ ասեցի։ Հիսուս կփնդրե աշակերտներ, որոնք ռիսկ առնելու պատրաստ են, որ նոր փորձառություններ ապրեն, հոգևոր։ Հիսուսի հետ նոր բաներ ապրեն, ավելի խորհուրդ, ավելի զորավոր։ Հիսուս այսպես մարդ կփնդրե։ Եվ ոչ թե նավուն մեջ նստած միակ
Աչեն գպխե կամին, աչքեր տանք, ծախեն գպխե ծախ կուկանք, ալիքը վերգել է, հա գսենք, ալիքը վալգլա պարք ես դեր գսենք, այդպես հավատացյալներով լիքն են այսօր մեր եկեղեցիները, որոնք ալիքին համացային են, որ իրենց հավատքը գաբրին, եթե ալիքը այսպես է, այդպես է, եթե վախնալիք բաները գանցնին, ծովաբահության գսկսին, երբ որ լավ բաներ գանցնին Հիսուսը գմորնան, այդպես հավատացյալներ շատ կան։ Եվ անվասիկ Հիսուս կպնդրե, սիրելի քուր եղբայրներ, կպնդրե աշակերտներ, որոնք ռիսկ կսիրեն առնելու։ Հալելույա։ Եվ ասեմ ցեզի, երբ որ զարմանամ այստեղ գնային պատմության, երբ որ Հիսուս կսե նավը եկավ իր Պետրոսին հետ նավ մտավ։ Հիշեցեք պատմությունը, Պետրոս նավեն դուրս ելավ, 11-ը մնացին այնտեղ։ Հիսուս եւ Պետրոս դուրսն են։ Երբ որ երկուքը ներս կմտնեն, այն ժամանակ, երբ որ գթատարի, գսեն երկրպագություն եկաներին իր արջև, եւ ասին դու իսկապես Աստծո որդի ես։ Ահա մեր եկեղեցի հավատացյալները։ Փառք ես դեր, շնորհակալ ենք քեզ, հալելույա, հալելույա։ Բայց նավուն մեջ մնալով են անում այդ բանը։ Նավեն դուրս դերը սպասում են ես։ Մեր սահմաններից դուրս, մեր նավերից դուրս։ Հեշտ էր 11-ը կային ամեն ինչ դատարել են հետո փառք ես Տեր մեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ մեր, հալելույա։ Բայց Հիսուս Պետրոսին ուրիշ բան ասավ, երբ որ իրենք լավ գարտացեք, երկուքը ճուրին վրա էին։ Հերու 11-ն։ Փորձությունների մեջ, ալիգոզության մեջ։ Հոգևոր ռիսկ առնողները ուր են այսօր քրիստոնյա աշխարհի մեջ։ Հիսուսի ավելի մոդենալու, Հիսուսի ավելի նվիրվելու, Հիսուսի հրաշքներ ապրելու, մեծ գործեր անելու։ 11-ը ասին դու Աստծո որդի ես, բայց Հիսուս Պետրոսի ուրիշ բան ասավ, Պետրոս փորձառություն ապրեցավ, որ 11-ը չապրեցան։ Մենք ամենս կրնանք լավ փորձառություններ ապրել եկեղեցիի մեջ, բայց երբ որ հոգևոր ռիսկեր գարնես, քո նավիցը դուրս կելես, սահմանիցը դուրս ավելի զորավոր բան կապրես։ Պետրոսի նման փորձառություն ովևէ մեկ աշակերտ չապրեցավ։ Թեգուզ Հիսուսի աշակերտ առաքյալ եղան, կացին ավետարանեցին, բայց Պետրոսի պես չապրեցան։ Ինչու՞։ Միակ Պետրոս ռիսկ արավ, համարձակեցավ հավատքի քայլնել, իր նավեն դուրս ելնելու համար։ Քուր եղբայրներ, հուսամ գհետևիկ մեզ։ Երբ որ պատմությունը գսե Հիսուս գուքար գսե իրենց եկավ, ինչպես քիչ առաջ գարտացի Մարգոսի մեջ գսե եւ գուզեր անցնել իրենց։ Եթե լավ գարտակ գսե անտիի գողմը անցնինք, նպատակ կար չէ Հիսուսի համար, որ աշակերտները գնային անտիի գողմը։ Լավ նայեցեք պատմությունը, լավ հետևեցեք ինձ։ Եվ երբ անտիի գողմը գերտային փոթորիկ եղավ, այս մեր կյանքն է ժողովուրդ, խնդրեմ, փոթորիկներեն մի կանգնիր, լիքը փոթորիկ պիտի ունենաս, ունեցել ես եւ դեր գան։ Donc ուրեմն փոթորիկ կա ասելով խնդիրը լավ չէ, Սարգիսը լավ չէ, Հակոբը լավ չէ, գինս լավ չէ, կորձս լավ չէ, ոտքս ծավալ, գլուխս ծավալ, գինս գնաց, ամուսինս եկավ, ժողովուրդ, այդ միշտ պիտի լինի այդ պատմությունը։ Donc այդ փոթորիկները չեն, որ մենք պետք է մեզ պետք է գանքնեցնեն, այլ նպատակը, եթե դու շիրակ տեղես դրել։ Ուրեմն Հիսուս կսե ագեք անցնենք անտիի գոմ, միսիան շարունակելու համար, առաքելությունը, հանձնարարությունը։ Հիսուսի միսիան ինչ էր։ Ավետարանել։ Եկավ բրգելու, ավետարանելու, բժշկելու, մաքրելու, սրբելու եւ հետո Հիսուս իր համար որ ինք մեռնի, բայց իր աշակերտներուն ասում էր կացեք ավետարան կարողացեք, կացեք։ Ով եկեք միասին գսե անցնենք այնտեղ, միսիա դվեց։ Եվ անցնելու ժամանակին փոթորիկ եղավ։ Եվ Հիսուս եկավ քեղեցիկ այստեղը, որ շատերը դերևս չեն մտածել, Հիսուս եկավ իրեն աշակերտներուն գողքից անցնելու հոն է ուզում գնա Հիսուս։ Հալելույա։ Չեկավ աշակերտներուն, որ արեք քեզ սիրեմ, շատ մկարոզնել է, Հիսուս միշտ մեզ գալի է ուր որենք։ Ոչ։ Ուր որեմ այնտեղ չի գալիս։ Ուր որեմ գալիս է ինձ դանելու, դուրս հանելու տեղից։ Հասկացաք միտքը, սխալ կարոզներ ենք լսում։ Ուր որ գնաս Աստված քեզ հետ է։ Ոչ սխալ։ Թող ասի մեկը եթե գնա սխալ ասեմ որ սադստա չի։ Աստված գալիս է, որ մեզ դանի ու որ ինք որոշած է մեզ դանելու։ Ասի մեր միսիան է։ Ուրեմն Հիսուս գուկա աշակերտներուն գսե եկեք գնանք այնտեղ, փոթորիկ եղավ։ Հիսուս եկավ, քանի որ ինքը գնում է այնտեղ ժողովուրդ։ Ինքը միսկով պիտի գնա, ինքը փոթորիկ, աշակերտները փոթորիկը գանցնեն։
Խանգարվել են այդտեղ փոթորիկին վրա, բայց Հիսուս կերտ այնտեղ, ժողովուրդ, ես այդտեղ եմ ցեզ ուզում տեսնեմ, արեք տեսնեմ այնտեղ։ Էսա պրոբլեմը, արեք գնանք այնտեղ։ Եկել եմ ցեզ անցնելու, միան Պետրոս հասկացավ։ Նայեցեք ինչ կսե, դեր կսե։ Եթե դու ես հրաման ըրե, որ ես լավ լսեցեք, քեզի կամ ճուրերուն վրայեն, քեզի կամ ճուրերու վրայեն, քեզի կամ։ Այստեղ Պետրոսին նպատակը այն չէր, որ ճուրին վրա մի հատ քայլեմ տեսնեմ ես ինչ լավ է, հոյ, հալելույա, հետո քրի, որ ես ճուրի վրա քայլեցի։ Ոչ, նպատակը ճուրը չէր, ճուրը արգելք էր, բայց իր նպատակը Հիսուսն էր։ Հալելույա, գահեդեվիկ ժողովուրդ։ Երանի քիչ ավելի հետևենք։ Ուրեմն Հիսուս կսե եկեք գնանք այնտեղ։ Այդտեղ ծառայություն կա, այդտեղ միսիան կշարունակվի։ Փոթորիկը ցես գանքեցրել է, բայց ես գնում եմ այնտեղ։ Արեք միասին գնանք։ Միան Պետրոսը համարձակեցավ։ Միան Պետրոսը հասկացավ, որ միսիա կա այդտեղ։ Մյուսերը փոթորիկ ուզեցին դադարեցնել։ Միսիան մոռացան։ Մենք դուք ցեզին նայեցեք։ Քանի անգամներ գանքնել ենք, մոռացել ենք մենք ուր ենք գնալու, մեր միսիան ինչ է, մեր առաքելությունը ինչ է, մեր հանձնարարությունը ինչ է, ուր է ուզում դերը մեզ դանի։ Նայեցեք, մենք ուզին նայենք։ Հա Պետրոսը միան գնում է ադեր, բայց նավը նստողները լիքը կան այսօր եկեղեցիի մեջ, նավեն դուրս գնալուներ չկան, շատ քիչ են, որքանի որ մարդիկ մոռացել են, որ նպատակը ինչ է հոգևոր կյանքի, ինչը Հիսուս ինչու կանչել է Սուրբ Օգին, ինչու տվել է ինձ, որովհետեւ մյուս կողմ անցնեմ, ծրագիրներ անեմ, միսիաներ անեմ, չէ, ես նավուց մեջ հանգիստ եմ, թեկուզ մի քիչ խնդիրներ կա, բայց լավ եմ նավուց մեջ, սահմանիցս մի անցկացրու ինձ սիրելի հովիվ ջան, բավարար է ինձ։ Մի խանգարի ինձ, բավարարի իմ կյանքս։ Ես չեմ խանգարողը, եթե լավ լսես Հիսուսն է խանգարողը քեզ։ Եթե ագանչը մի քիչ մեկը քիչ լավ բանա Հիսուսի, պիտի տեսնի որ խանգարվում է։ Մի հատ ագանչը մի քիչ լավ բանաս Հիսուսի, պիտի տեսնես որ ոչ թե քո կամքը, այլ իր կամքը պետք է լինի։ Ուրեմն եկել է անցնելու մյուս կողմ, եկել է գնում է Հիսուս ինքը եւ այդտեղ հալելույա, մեկ հատ գիժ մեկը գա։ Այդ է ճշմարիտ հավատացյալը։ Որ ասում է դեր, եթե դու ես։ Քանի որ գիտեք Հիսուս ինչ ասեց, երբ որ ճուրին վրա եկավ։ Ասեց այստեղ քաչ եղեք, ես եմ, մի վախնա։ Այդ ես եմը գիտեք որ ես եմն է։ Որ ես եմն է։ Ելիցի, ծննդոցի, ես եմը։ Ես եմը որ ստեղծել եմ երկին ու երկիրը եմ ծովը։ Որում վրա են գսե, հոպը գսե, և դերը գսե, ճուրերի վրայից կանցնի։ Այն դերն է Հիսուսը, որ եկել է ճուրերի վրայից, քեզ ասում է, այս խնդիրներուդ վրա իշխանություն ունիմ, բայց դու տեղից դուրս արի, մենք ուրիշ գործ ունենք անելու։ Բայց մենք կանգնել ենք այդ խնդիրների վրա, մոռացել ենք ես եմը ով է։ Ով է քո դերը։ Ով է իմ դերը։ Հալելույա, պատրաստ ես Տիրոջ համար դու նավիցը դուրս գալու։ Եթե դու չես հասկանում, թե ով է այդ ես եմը, դու երբեք չես կարող նավիցը դուրս գաս։ Երբ որ վիճակները լավ են, գիրագի օրը Աստված բաշխելը հեշտ բան է։ Իմ դերս ես եմն է, որ իմ ճուրերու վրա, փոթորիկներուս վրա իշխանություն ունի։ Երբ որ գքայլի, ասել է ոտքերից տակն եմ արել այդ փոթորիկը, այդ ասել գուզե։ Հալելույա, այդ մեր Հիսուսն է ժողովուրդ։ Այդ մեր Հիսուսն է, որ ամեն բանի վրա ոտքին տակն է արել։ Սատանան գսե ծեր ոտքերին տակ թող կայքայվի, Բողոսը գսե հավատացյալներուն։ Նույն ոտքը, ինչպես Պետրոսը, ինչպես Հիսուսը։ Ես եմ, մի վախնակ։ Քաչ եղեք, որ ինչու համար գսե քաչ եղեք։ Ինչու քաչ եղիր։ Որ ռիսկ անեն։ Համարձակվից նավուձը դուրս արի, քաչ եղիր։ Հա չէ, ես նավից դուրս կամ ամուսնուց ինչ պիտասի, գինս ինչ պիտասի, ներողություն, ես ինչ եմ ասում քեզ, դու ինձ մի հատ լսի։ Սիրելի քույր եղբայրներ, մենք սկսել ենք մեր նավերուն մեջ աթոռներ փնտրել, անգողիներ տնել, բազմոցներ ունենալ եւ մեր նավերուն մեջ հանգստավետ ապրում ենք մեր հոգևոր կյանքը, միջատ Հիսուս նավուն գողքից քայլում է, ասում է, ասում է, ինչ, արի այդտեղ է, ես ստեղ եմ,
Եվ դու նայում ես քոնավիցդ մեջ գա մեկը Պետրոսի նման թողին կնա։ Հովիվ ջան, դու արա, մենք կաղոթ ենք քեզ համար։ Բստա Պետրոսին ասեցի, դու գնում ես ախպեր գնա, մենք ստեղ ենք, կաղոթ ենք քեզ համար, Աստված հետ գնա։ Չի մտածես, մենք կողքիդ ենք, հա։ Հոգում մենք եղբայր ենք քեզի, հալելույա, գնա։ Բայց դերը գսե նավը եկեղեցին է, ես եմ դերը դանում եմ ընդերց ես, արեք։ Քայլելով պիտի կաք, քանի որ ծեր քաչասիրտությունը պիտի երևնա նեղության մեջ։ Քաչ եղեք, քանի որ ցեզ գանչողը ով է, Սարգիսը չէ, Աշոտը չէ, Նիանան չէ, Տերն է։ Եվ որ Տերն է գանչում, իշխանությունը իր գանչումին մեջ քեզ դանելու միջև այնտեղ։ Եվ Պետրոս կսեի, եթե դու ես հրամանդուր, ասել որ Տերը հրաման պիտի տա։ Հրաման բառը չենք սիրում շատ։ Հրամանը շատ սիրվելիք բան չի, Տերը իմ սիրտս գիտե, բայց Տերը հրամանելու իրավունք չունի, դարձեք մեր եկեղեցիներուն մեջ։ Բայց եթե դու ես հրամանդուր, որ ես կամ, հրամանին ես կհնազանդիմ, քո հրամանին ես կհնազանդիմ, ես հնազանդող մարդ եմ, Պետրոսը գսե, մեկ խոսքով ճուրին վրա քայլողը հնազանդող մարդն է։ Հնազանդող մարդն է, որ պիտի տեսնե ճուրի վրա օրհնությունները։ Հալելույա։ Ով են անոնք, որ իրենց նավեր են դուրս կելեն, առաջին այդ մարդն է, որ գիտե ով է իր Հիսուսը։ Ճանաչել է ով իր Հիսուսը։ Գիտե որ իր Հիսուսը ամեն բանի վրա իշխանություն ունի։ Ինքը գաղված չէ այդ հարցերով, ինքը իր նավուն դերը չէ, ինքը միսիային դերն է։ Հասկացաք միտքը, դերը ասեց արեք գնանք այնտեղ կորձ ունեմ ես քեզի, Սուրբ Ոգին դվերեմ քեզի, դու ինչեր ունիս անելիք իմ համար։ Մեկ գրնա հավատալ, որ ինքը ինչեր ունի անելիք Հիսուսի համար։ Էդա չեք հավատում այլևս։ Միան մեկ երկու գիժեր։ Մեկ երկու խենթեր մեր եկեղեցի մեջ գիտեն ինչ են ունեն, բայց մնացածները չէ, շատ խելացի են իրենք։ Հասկանում եք ժողովուրդ։ Գահսկնաս որ դերը ինչ դվեր է քեզ, որ դու ինչեր անես իր парքին համար։ Անցնից անտի գողը հենց էսա, կորձ կա տեղաների, այդտեղ կորձ կա, այդտեղ բաներ կա, դու պիտի անես։ Բայց չէ Պետրոս ջան դու գնա, մենք շատ կորձ ունենք։ Նոր երեխա պիտի ունենանք մի քանիները, նոր կորձ պիտի սկսենք մի քանիները, նոր գին պիտի ունենամ, նոր ամուսին պիտի ունենամ, նոր էս, նոր են։ Հովիվ ջան դու գնա ախպեր։ Կամ երբ որ մի քանի ծառայողներ տեսնում ենք եկեղեցի մեջ, ասում ենք դու արա ախպեր, դու լավ ես անում։ Դու լավ ես, չէ, դու լավ ես անում։ Գիտեք այդ ասողը ինչ է։ Ինքը չի ուզում անի, գցում է մեգումը վրա։ Դու լավ ես անում, դու արա։ Բայց դու ինչ պիտի անես։ Բաշտամունքը սկսանք այս հարցումով քիչ առաջ։ Այս շաբաթ ինչ արեցիր Տիրոջը համար։ Միսիա դվերեր քեզ։ Սուրբ Ոգին դվերեր քեզ, ցանկ դվերեր քեզ։ Ես ինչ արեցի իմ Տիրոջս համար։ Ահա միսիա մեր արջև դերը տալիս է։ Գնանք մյուս կողմ, մեկ հատ Պետրոս ելավ։ Ես հասկացա դու ով ես Տեր։ Գիտեք երբ հասկացավ։ Գեհդեվիգ ինչ ժողովուրդ ոչ թե երբ հասկացավ որ Հիսուսն է։ Երբ ինք տեսավ Հիսուսին ճուրի վրայի իշխանությունը։ Բայց նայեցեք մյուսերն ալ տեսան։ Բայց ինքը համարձակեցավ։ Մենք բոլորս հավատում ենք Հիսուսի, բայց ով Հիսուսի գործերն է անում։ Բոլորս հավատում ենք Հիսուսի, բայց ով քայլում է այս շաբաթ քայլեց հոգևոր մեծ փորձառության մեջ են անցավ։ Ով հրաշք ապրեցավ այս շաբաթ։ Ով այս շաբաթվա մեջ քայլեց իր ճուրերու վրա, որովհետեւ Տիրոջ կամքը կատարվի, հոգի փրկվի։ Մեր միսիան հոգի փրկել է ժողովուրդ, դա լասեմ, դա չմոռանաք։ Մեր միսիաները հոգիները փրկելն է։ Անոնք որ գքայլեն, անոնք որ իրենց նավեր են դուրս կելեն, անոնք են որ սիրելի քույր եղբայրներ, լավ լսեցեք, պատրաստ են իրենց սեկյուրիտեին, իրենց ապահովությունեն դուրս գալ։ Պատրաստ են իրենց սովորություններից դուրս գալ։ Պատրաստ են այդ մարդիկը, որ իրենց դրած սահմաններից դուրս գան։
Այն բանի մեջ որ իրենք մտածել են, իրենց նավերը շինել են, ամեն մեկս մեր նավերու մեջ քեղեցիկ տեղեր ունենք, մեր սահմանը էսա հոգևոր քույր եղբայրներ, պիտի դեր այսպես շատ խոսիմ ցեզի, պիտի խանգարենք իրար։ Ժողովուրդ մենք չենք կարող շարունակենք մնալ հավատքի եկեղեցական գրոնական համակարգի մեջ։ Գիրագի գուկաս, հաջորդ գիրագի նոր են գուկաս, հաջորդ գիրագի նոր են գուկաս, հաջորդ գիրագի նոր են գուկաս, հալելույա գսես կերտած։ No, մենք պետք է սովորենք ճուրի վրա քայլել։ Գիրագին պետք է խանգարի ինձ, որ ես ճուրի վրա քայլեմ երկուշաբթի։ Եվ եթե մորանամ, եղբայրը ինձ հիշեցնի։ Եվ եթե ինգա, ինչպես Պետրոսը ինգավ, դիրոջ օրհնությունը տեսնեմ, որ ոտքի ելեմ նորից։ Ինչ որ Պետրոսը ինգավ, Պետրոսը ցախողեցավ, բայց ցախողության մեջ մեծ բան սորվեցավ, քիչ հետո գասեմ։ Բայց մյուսերը այդ բանը ավելի լավ է ոչ քայլանեմ, ոչ ալդեղից շարժվեմ, այսպես լավ եմ ես։ Քանի որ եթե անեմ ցախողին ինչ պիտի լա, ախպեր, ցախողից ավելի լավ բան պիտի լա։ Քանի որ ցախողութենեն դուրս անողը Հիսուսն է։ Հասկանում եք, այդ մարդիկ որ մի քիչ մեր մեջ ցախողելու վախ ունեն, որ չցախողենք, ինչ պիտի լինի ամոթ եւ այլն, այդ մարդիկը, ասեմ ձեզ, խնդրեմ ունիք։ Մենք ռիսկի մարդ ենք։ Ես վստահում եմ, որ որչափ ծառայում ես Տիրոջը, ավելի բան կա, բայց լսել պետք է ինձանից։ Ռիսկ անել պետք է, քայլ անել պետք է, դուրս գալ պետք է։ Պետք է մեր սահմանները լայնանա։ Երբ որ TV Արմենիանը սկսանք մեկ կամերայով սկսավ ոչ մի բան չէի գիտեր։ Ռիսկ արեցի։ Ոչ թե ես, այլ դերը արեց։ Ինչեր արեցինք այդտեղից։ Այդտեղից ինչը թուրեր բացվեցավ։ Եվ ոչ մեկը սկիզբը ոչ մեկը համաձայն չէին, հետո կամաց գիժերը շատ ցան կողմս։ Եղան գիժ։ Հավատքի քայլեր արեցինք։ Անորմալ հավատքի քայլը բիդնես որ դերը քեզ դանի ուրիշ տեղ, դերը գանի ուրիշ տեղ։ Նավիցը դուրս պիտի կա, սահմանիցը դուրս պիտի կա, քո ծրագիրներից դուրս պիտի կա։ Մարդիկ կա մեր մեջ 10 տարի մեջ գիտեն ինչ պիտի անեն։ Ախպեր, դու ոնց գիտես 10 տարի մեջ ինչ պիտես։ Դու այսօրվան ես այսօր դիրոջ պիտի ծառայեմ, նորություն պիտի լա 10 տարի, չեմ գիտեմ ինչ պիտի լա 10 տարի վերջինցի, բայց ես գիտեմ որ լավ պիտի լա, քանի որ ես այսօր միշտ ուզում եմ լավ լա։ Ոչ թե 10 տարի մեջ ռետրետս առնեմ, հետո ռետրետեն, հետո այստեղ գնամ, այդտեղ գնամ։ Եթե նույնիսկ մտածեմ, դեռ ասում եմ, ինչ ռետրետ ախպեր։ Սիրելի ես ցեզ բան բիդեսեմ։ Գիտես այն նավը, որուն մեջն ես, որն է քո նավը։ Հարցում, որն է քո նավը, որուն մեջն ես եւ չես ուզում այդտեղից դուրս գաս։ Գիտեք, հարցումը հետեւյալն է։ Պատասխանը նայեցեք ինչպես կրնակ գտնել։ Պատասխանը նայեցեք ինչպես պիտի գտնես։ Այստեղ գրել եմ։ Այն բանից, որ վախենում ես, որ գործընծնելու ես, այդ քո նավն է, որուն մեջն ես այսօր։ Այն բանը, որ վախենում ես, որ պիտի գործընծնես, բռնել ես այսպես։ Այդ քո նավն է, որ հենց այդտեղից դուրս պիտի գաս։ Ով գսա ամեն։ Լավ լսի, պատրաստվի։ Շատեր կան նավեր ունեն, նավերու մեջ նստեր են եւ չեն ուզում դուրս գան, վախով։ Դեր ասում է այդ նավը, այդ նյութը, այդ թեման, որ քեզ բռնել է հիմա, եւ դու վախենում ես, որ պիտի գործընծնես, եւ անորմալ բռնել ես այդ բանը, այդ քո նավն է, որ քեզի հերացնում է Տիրոջը օրհնություններից։ Տիրոջը օրհնությունները ապրելու համար նավից դուրս պիտի գաս։ Սահմաններից դուրս։ Քանի որ ուզում ես Հիսուսի պես լինել։ Քանի որ գուզես Հիսուսի գործերը կատարել։ Քանի որ գուզես դերը քեզմով հրաշքներ անել։ Քանի որ այդ համարձակությունը ունես դու քեզ տեսնել այն մարդը, որ ճուրի վրայ մի դիկայնի։ Փոթորիկներ, դժվարություններ, ճուրը որ գսեմ ձովի վրայ մասին չէ խոսքս։ Անոնք որ նավից դուրս կելեն, գիտեք այդ մարդիկն են, որոնք պատրաստ են դժվարություններ դիմակրավելու։ Մեր մեջ կան մարդիկ, որոնք վախկոտ են, որ դժվար բան չլա իրենց, ամեն ինչ լավ լա։ Եվ գաղոտ են, Աստված իմ, ամեն ինչ լավ թողլա։ Այդպես աղոտ եթե գանես, չանես մեհանալ։ Հավատացյալուն համար ամեն ինչ լավ չի լինելու։ Հավատացյալը չի վախենում, որ ամեն ինչ լավ պիտի լա։ Հավատացյալը վարժված է եւ պետք է վարժվի նեղություններում։ Ուրեմն նավեն դուրս եկողը այն մարդն է, որ ինքը պատրաստ է նեղություններ գրելու։ Երբ որ գնային Պետրոսին, որ իր առաջին ոտքը թրավ ճուրին վրա, երևակայեցեք մեզ այդ հոգեվիճակը մեզ ապրեցեք։ Բա որ չստացվի։ Բա որ ոտքերս թրջվի։ Բա որ քուրբաներս քուրբա չի գան ժամանակ։ Նոր սանդալս թրջվի։ Ախպեր պիտի թրջվի, ոտքդ պիտի թրջվի։ Նեղություն պիտի ունենաս Պետրոս ջան, եղբայրները պիտի ձիզաղան քո վրա։
Վստահ այդտեղ մեկը ասեց, նորը մի բան անում է մարդը։ Պետրոսի համար։ Վստահ մեկը ասեց այդտեղից 11-ից մեկը ասեց Պետրոս այախ նստի դեղը սանում խանգարում ես մեզ։ Նստի դեղը։ Ընդհանրապես այդ մարդիկը որ շարժիլ չեն սիրեր, այդ մարդիկը գսեն նստի մի շարժիր։ Հովիվ ջանել հոգնեցրել ես, հովիվ գփավ էլ մի արա հոգնել ենք։ Ոչ թե հովիվին են իբր թե որ սիրում են հովիվին, ոչ, իրենք խանգարվում են։ Կամ որ գիտեմ որ հովին շարժվել է, իրենք ալ պիտի շարժվեն, հետո այդ չեն ուզում շարժվել, ուրեմն ասում են հովիվ ջան նստի դեղը։ Քանի որ Պետրոսը այդպես է, Պետրոսը քայլ արեց, առաջին խնդրեմը վստահ եղան աշակերտներն, երկրորդ ինքը չէր կարող ճուրի վրա քայլել առանց թրջվելու։ Ուրեմն հոգևոր քայլեր չես կնարնել առանց տարաբելու, առանց ցավելու, Հիսուսի համար պիտի քայլես դու, պիտի ծիծաղան քեզի, դեսեմ դու բարակ մարդ ես, դու վատ ես, դու խնդիր չէ, ես Հիսուսի պես պիտի քայլեմ, Հիսուսին արեցին ինձ ականեմ։ Ամեն։ Երբ որ ճուրի վրա էր, հովը տեսավ, կամին տեսավ, գսե վախծավ։ Անշուշտ պիտի վախնա, երբ որ Հիսուս հետ պիտի քայլես, շատ անգամ պիտի ինաս։ Ինչի որ ամեն ինչ հաջողակ պիտի լինի, պիտի ինաս, պիտի ծախողիս, բայց ասեմ քեզ ինչպես քիչ առաջ ասի, եթե դու գվախնաս ծախողութենեն չես կրնալ ռիսկ կնել։ Ով գսե ամեն։ Եթե դու գվախնաս քայլեր, հոգևոր քայլեր անել չես կրնալ ռիսկեր անել։ Դու պետք է ռիսկ անես։ Դու պետք է Քրիստոսի համար կորձեր անես, որ ուրիշ որ Քրիստոսի կորձեր տարա, չի խոսքում։ Բայց որ Հիսուսի համար կորձես, հա հարվածներ պիտի կան, պիտի թրջվիս, ընկերներ պիտի ծիծաղան եւ թերևս ինչպես Պետրոս պիտի վախնաս խնդիրներից եւ ճուրի մեջ պիտի մտնես, որ հավատացյալը չէ ինգել փոթորիկի մեջ, որ հավատացյալը չէ ինգել իր ծառայության ընթացքին կամ սխալ չի արել, որ ծառայողը սխալմունքների մեջ հարվածներ չի ստացել, բոլորն ալ, բայց այստեղ ես շատ կսիրեմ, երբ որ ինքը գինա գսե այդտեղը գնայի գսե կամին, փոթորիկին, քիչ առաջ երկի ընթացքին ասի, երբ որ դու Հիսուսին չես նայր ուրիշ տեղեր գնայիս, դու չես կարող թիմանաս երկար։ Ինքը գսե եթե դու ես հրամանդուր որ կովդ կամ, Հիսուս գսե եկուր, ոտքը գնելե վստահ Հիսուսի նայելով, բայց երբ որ գշեղիս քո նայվածքը, շատ հավատացյալներ լավը սկսել են, բայց այսօր լավ չեն վերջանում։ Նայված ուրիշ տեղ գնաց, դուն, գործ, փող, ընտանիք, ամուսնություն, երեխա եւ այլն։ Վստահ եղիր, դու շատ շուտ պիտի ինաս, անոնք վերադարձիր քո շիտակ տեղը նայելով։ Ուրեմն նույնիսկ եթե ինգար, իսկ սիրեմ այդտեղ նույնիսկ եթե ինգար, այստեղ բանը Պետրոսի օրգինա դեր կսե ազատեզիս։ Ցերկը գերգնցնե Հիսուս։ Այդ ցերկը մյուս աշակերտները չապրեցան։ Ռիսկնողը միան մտերիմ բաներ կսկա Հիսուսից։ Եկեղեցի այսպես կիրակի օրվա աթոռ դակցնողները շատ մի եկեղեցիներու մեջ շատ բաներ չեն զգա Տիրոջից։ Ռիսկ գրած ժամանակը նույնիսկ եթե ցախողիս, նույնիսկ եթե հավատքիդ մեջ սխալ բան արեցիր, բոլորից կպատահի։ Բայց եթե դու գուզես մյուս կողմ անցնիր, եթե այդ պապակունից Տիրոջ կամքը կատարել, եթե ինաս այդ ցերկը գսկաս որ գուկա կբռնե քեզի։ Հալելույա։ Եվ մի բան ասաց Հիսուս, որ մյուս աշակերտները չլսեցին։ Մի բան, որ Պետրոսին կհասկացավ։ Թերահավատ, ինչու վախծար։ Գեղեցիկ այստեղը, երբ որ գսե ինչու երբ մտեցար, ինչու վախծար։ Ես կգարձեմ Պետրոս իր յանքի միջև վերջ այդ խոսքը ականջիներ։ Երբ ստացավ այդ խոսքը, երբ մտերիմ էր Հիսուսի հետ, թեկուզ ցախողության մեջ։ Բայց ինք ուզեր Հիսուսի հետ լինել։ Եվ Հիսուս իրեն cours particulier դվավ ֆրանսերեն գսեն։ Անձնական թաս տվավ իրեն։ Փամը սամ որ ոչ մեկի չլսեց, միայն Պետրոս։ Եթե Պետրոս չքրեր Մատթեոսին մեջ, մենք ալ չէինք լսեր։ Նեղության մեջ որ Հիսուսի ցերկը բռնեցիր, խոսքեր գլսես։ Բայց Պետրոս ինչու լսեց այդ խոսքը, քանի որ ուզեց ռիսկ նել Հիսուսի հետ լինելու նպատակով։ Հիսուսի կորձը կատարելու նպատակով։ Մեկ խոսքով Հիսուսի կորձը առաջնանողներն են, որ իրենց նավերից դուրս կելեն եւ Հիսուսի հետ ճուների վրայից գկալեն, նոր բաներ գստանան, նոր բաներ կաբրին, նոր հոգություններ գլսեն, նոր հրաշքներ կկատարեն, նոր հոգիներ կփրկեն, շատ բաներ կտեսնեն, երբ որ այդ մարդը իր կոմֆորտից դուրս կգա։ Հալելույա։
Փառք ես Տեր։ Օրհնյալ է մեր Տերը։ Քույր եղբայրներ, Տերը նավերեն դուրս ելնող մարդիկ կփնտրե, որ այսօր իր գործը շարունակե, իր առաքելությունը շարունակե։ Եկեք անցնենք անտի մյուս կողմ, եկեք անցնենք մյուս կողմ, անտի կողմը։ Բայց Հիսուսը ասավ բոլորին։ Հիսուսը ասավ բոլոր աշխարհին իր աշակերտներուն, կացեք ավետարանը կարոզեցեք։ Կացեք աշակերտներ եք։ Կացեք իմանունով հրաշքներ կատարեցեք։ Կացեք։ Ասեց բոլորին, չէ՞։ Ուր են Պետրոսները, որ դուրս կան իրենց սահմաններից եւ այդ գործը կատարեն։ Այսօր մեր եկեղեցիներուն մեջ կացեկը մեկ կողմ դրածենք, գնացեք մեկ կողմ դրածենք, խոսել ենք, դուր, օրտնենք, օրտնվենք, ստանանք, մենք, դեր, մենք երկերը նույնիսկ մեր պարապանության երկերը նայում եմ, ես նույնիսկ զարմանում եմ մեր պարապանության երկերին, փնտրում եմ նոր երկեր չեմ գտնում, որ ասում է եկեղեցիով միապան գնանք։ Գտեք, եթե գա ինձ գրկեցեք։ Շատ քիչ է մենք, այլ ես ստանամ, մենք լավ ստանամ, լավ խաղ ապրեմ, դերը իմ ուզածը ստա, իմ տուրերը բանա, օրտնե ինձ։ Բայց դերը այդպես բան չասես, դերը ասա գնա, մինչ կգնաս կորտնեմ քեզ։ Ճանապարհին վրա կորտնեմ քեզ։ Ճուրին վրա գուքամ քեզ։ Ճուրին վրա ինաս կփնտրեմ կվերցնեմ քեզ։ Նպատակը անտիգոմ գնալն է, նպատակը որ մենք լավ նավերուն մեջ չնստենք հանգիստ, խաղաղ, ուրախ, այլ մենք կատարենք այն գործը, որ ինք որոշել էր մեր համար։ Հալելույա։ Այս շաբաթ ով իր նավիցը դուրս պիտի գա։ Ով իր սահմանները պիտի կդրդի, որ գնա, միսիան կատարի, առաքելությունը կատարի։ Այս իմ գոչն է, այս մեր գոչն է բոլորիս։ Հալելույա, պատասխան չկա։ Շարունակենք կամ սկսենք, եթե դեռ չես սկսել։ Դուրս ել քո նավիցը, քայլի ճողին վրա, ըրե սահմաններից, մի հատ հոգիմը բռնե ապաշխարությամբ դարած մարդուն, երկու հոգիմը բեր Հիսուսին բեր այդ մարդուն։ Այս մեր միսիան է։ Այս մեր եկեղեցի մեջ շատ ենք խոսում այս թեմայով։ Եվ դեռ պիտի խոսենք, եւ դեռ կալդարին այցեք ինչ է պիտի խոսեմ ցեզի։ Սեպտեմբերից հետո։ Տեսեք դեռ ինչեր են անելու։ Քանի որ դերը մեզ չի ասում, եկեք նստեցեք, ասում է գնացեք։ Եվ ամեն մեկս ֆրանսերեն գիտենք կամ չեն գիտեր, արաբերեն գիտենք կամ չեն գիտեր, հայերեն գիտենք կամ չեն գիտեր, դերը մեզ տվել է այդ զորությունը։ Եթե Սուրբ Հոգի ունես, ինչ ես, ունես այդ զորությունը ճուրի վրայից գալելու։ Հոգիներ բրգելու համար, դիրոջ գործը տանելու համար, քիչ առաջ երկեցինք բանակը մեծացնենք։ Էսա բանակը մեծացնելը։ Բանակը մեծացնելը սել ես ճուրի վրայի պիտի քայլեմ, իմ սահմաններիցս դուրս պիտի կամ։ Անոնք որ մեր մեջ ապաշխարած չեն, սահմանից դուրս արի ապաշխարի, Սուրբ Հոգին ստացի եւ քայլի առաջ։ Անոնք որ չորով մգրդված չեն, սահմանից դուրս արի եւ արի մգրդվի եւ ծառայելու սկսի։ Անոնք որ եկեղեցի անդամ չեն, եկեղեցի սահմանից դուրս արի, եկեղեցի անդամ եւ ծառայելու սկսի։ Անոնք որ ծառայության մեջ չեն, սահմանից դուրս արի ծառայելու սկսի։ Անոնք որ ավետարանություն չեն անում, սահմանից դուրս արի եւ ավետարանություն նելու սկսի։ Անոնք որ ինչ գիտամ լուր նստել են, սահմանից դուրս արի եւ մի բան արավոր թակավորություն երթա առաջ։ Ասոր համար քեզ գանչել է դերը։ Հալելույա։ Սահմանից դուրս գալը հենց էսա։ Դեսիրես, չես սիրեր, այս կարոզը ֆրանսերեն ինչ կսեն։ Վալա, հասկացանք։ Կսիրես կամ չես սիրեր, հոգս չի։ Էսա ճշմարտությունը, որ դերը քեզ գանչում է։ Եթե ես չասեմ, օրը դերը արջևդ պիտի կգամ, դու դիրոջ արջև պիտի լես եւ պիտի ասի դու ինչ արեցիր իմ համար։ Մեկ կխոսեի շաբաթվա ընթացքին, ասում է ես հավատացյալ եմ, ես խնդիր չունիմ, ես ասեմ, ես անեմ ամեն ինչ լավ է, ասի մեկ հարցում մի հատ կարամ հարցնեմ, ասեց հա, ասի այս շաբաթ Հիսուսի թագավորության համար ինչ արեցիր։ Ինչ արեցիր։ Բաբանցավ։ Ասի ուրեմն քո հավատքը դիմաց չունի։ Մտածենք, դերը մեզի սահմաններ դված է, որ մենք այդ սահմանները ընդլայնենք 54-րդ գլուխին մեջ բանին Եսայի մարգարեության ընդլայնի գսե քո ծիծերը, քո վրանները, քո ծիծերը ընդլայնի։ Ասել է որ մենք սահման ունենք այստեղ ընդլայնելու, մեր նավերից դուրս գալու։ 11-12 նավի մեջ նայ միան մեկը դուրս է լավ, հա պուրսանտաժը։ 1% եկեղեցիների մեջ այսօր գա։
Քանի դոգոս աշակերտներ են, քանի դոգոս աշակերտներ են անում, քանի դոգոս կդում են իրենց կոմֆորտից դուրս են գալիս, տելեֆոնից 2 ժամ խոսում են, դուրս են գալիս իրենց հանգիստից, որպեսզի մարդ բրգվի, հետևին, նային, այդ մարդը աշակերտ է, աշակերտ չէ, ինչպես դուրս պիտի կա, ինչպես տիրոջ, այսի մեր միսիան է, սրա համար դերը մեզ դուրս հանեց մեր դժոխքի ճանապարհից։ Հալելույա։ Այս շաբաթ դու քո սահմանից ոնց դուրս պիտի լես, մեկում բռնես եւ աշակերտես։ Որում պիտի վկայություն անես այս շաբաթ։ Որում պիտի ոչ թե վկայություն, աշակերտությունը վկայություն չի, աշակերտությունը ավելի է։ Վկայությունը դեր օրտնի անում որ վկայություն կանեն ապրեք, շարունակեցեք, բայց այն չի, շարունակություն կա։ Ասոր մասին գխոսին կալդարի, բոլորին հետ չեմ խոսի, մի քանիների հետ։ Ժողովուրդ, դերը մեզի միսիա է տվել։ Փոթորիկ կա միսիայի մեջ։ Հարվածներ կան այո, դժվարություններ կան այո, բայց մեր միսիան է, մեր առաքելությունն է, մեզ հանձնարարություն է դրված։ Ուրեմն ան որ գվախտնա նեղություններեն չի կրնա դիրոջ աշակերտը լալ։ Ան որ գվախտնա իր սահմաններն դուրս կա չի կարող մեծ բաներ տեսնել։ Միան երբեք ներեգիր այ գսե փառքես դեր դու մեր Աստվածն ես հալելույա վերջ ինչպես միշտ աշակերտները 11 հետ ասեցին եւ որ հանդարտած էր ամեն ինչ եւ որ ռիսկ չի գար դուրս գալու եւ որ Պետրոսը ետ եկած էր վերջացել էր այդ հարցը բայց արդյոք որ Պետրոսը դուրսն էր չեմ գիտեր Պետրոսը այդ բանը արեց կամ չարեց չեմ գիտեր որ թարնար ասել դու գագեք միասին էր տանք արդյոք արեց ով գգար Հիսուսը գուզեր բոլորը գալ, քանի որ Հիսուս եկավ իրենց անցնելու ասելով գնաք, քաչասի տեղեք, եկեք ջուրին վրա են քայլեցեք, մենք միասին կգնանք առաջ, մենք դեղ ենք գնալու, ինչ ես վախենում։ Ես ստեղ եմ, ես եմ, որ ստեղ ջուրի վրա գանքներեմ, այդ ջուրը ցես չի խեղդելու, կամ ես ստեղ եմ։ Դու քայլի իմ հետ Հիսուս։ Հալելույա։ Ամեն։ Գասկնակ հավատքի սահմանը ու է ժողովուրդ։ Գասկնակ մեր հավատքը ինչ բանով պետք է սկսի, ինչ բանով պետք է վերջանա։ Հալելույա, հավատքը այս է, ուր որ ես Ես այնտեղ եմ։ Ուր որ ես եմ, դու գալ այդտեղ պիտի լինեք ասավ Հիսուս Հովաննու 14-ի մեջ։ Մի խրովիկ, սիրելի թող չի խրովի, հավատացեք, ազդո հավատացեք ինձի, ուր որ ես եմ, դուք այդտեղ պիտի լաք։ Այստեղ ոչ թե միայն երկինքի մասին է խոսքը, որ օրը երկինք պիտի լաք Հիսուսի հետ, ամեն ինչի նաև, բայց այստեղ ուր որ ես եմ, դու այնտեղ պիտի լաս։ Կացեք կսե Գալիլեա, այդտեղ ցեղը սպասում է։ Սրա մասին չեմ գիտեր ուր խոսել եմ ես վերջերս։ Գալիլեա եւ Երուսաղեմ դարբերությունը ուր որ Հիսուս հարություն արավ Երուսաղեմ էր, չէ՞, համաձայն եք այդպես։ Գալիլեա մոտավորապես մի 200-300 կիլոմետր վերևն էր։ Գալիլեա։ Աշակերտ հրեշտակները եկան հարության օրը։ Աշակերտներու նսին կացեք Գալիլեա։ Ցեզ այդտեղ է սպասում։ Հարց, ինչու Գալիլեա։ Բայց Երուսաղեմ ըստեղ բոլորս ըստեղ ենք։ Վերնադուննալ ըստեղ է, աղոտքի դեղը նիսա լավ է, դեղը դակ է, բանը կլիմգա, պանգ ամեն ինչ լավ է, ինչու թողնենք ես ամենը եւ գնան 300 կիլոմետր 400 ոտքով անշուշտ կամ էշերով, երտանք այնտեղ Հիսուս հոմբիտը սպասի։ Չէ որ Հիսուս հոգի է, ամենտեղ գրնակալ, ինչու այդտեղ մեզ սպասում է։ Գիտեք ինչու, քանի որ Գալիլեա սկսեց առաջին գոչում ասելով կացեք իմ աշակերտներս եղեք, իրենց տարավ ետ անտեղ ասելով չմոռնաք, թե մենք ուր ենք գնում։ Եվ անոր համար չարչարվեցան ասա շուտ։ Եվ այդտեղ այդտեղից սկսավ։ Այդտեղից սկսեց։ Դու ուրեմն Հիսուս մեզ շարժում է ժողովուրդ։ Ոչ թե մենք ուր որ ենք ինքը այնտեղ լա։ Չէ։ Այլ ինքը ուր որ ես այդտեղ մի դլամ։ Ինքը ճուրի վրա եմ։ Ինքը նավուն մեջ հիշում եք այդ պատմություն կա, նավը նորեն փոթորիկի մեջ էր։ Ամեն մատ վախենում էին, Հիսուս փարցի վրա քնանում էր։ Հալելույա։ Գիտեք ինչու փարգացավ Հիսուս ուր ոտքի ելավ։ Ինչու թերավատներն ինչու գվախնակ։ Քանի որ նավուն մեջ վախնում էին որ նավը պիտի ընկղմի։ Հիսուս ասեց խելքերին գլուխնին հավաքեցեք։ Ես այստեղ քնել եմ։ Ոնց, ինչպես կարելի է նավ ընկղմի։ Դու գալ ամեն մեկը մի փարց արեք, քնեք կովս։ Այս է Հիսուսի ուզածը։ Եվ այսպես է որ Տերը գուզե մեզ։ Ամեն։ Հավատի շատ ցավ քիչ այսօր։ Կորձի տրեք ժողովուրդ, գնացեք, դվեք, խոսեք, հեչ կարևոր չէ։ Ով իրանցալորը մեր եկե 5 շաբթի ֆրանսերեն մի խոսա, հայերեն խոսա։ Իմ մեծ մայրս ներողություն, իմ մեծ մայրս, մամասալս տեղի մարոն ասե թող վգայեն։ Իմ մեծ մայրս հավատքի գիներ։ Արաբերեն մեկ բառ չեր գիտեր։ Բայց ավետարանը գկարոզեր ամենուն, զարմանալի։ Արաբներն կհասկնային ժողովուրդ։
Մամաս կսեր, որ մայրիկ կսեր, թուն արաբերեն չես գիտեր, ինչպես կխոսիս աս մարդկանց, հոգմիներ ենք կհասկնան գսեր։ Ինքը թրքերեն կխոսեր հայրեն չեր գիտեր, թրքերեն կխոսեր մարդիկ արաբերեն կհասկնային զարմանալի բան։ Գիտեք ինչու։ Քանի որ իր նպատակ այդ մարդկանց Քրիստոսի բերել։ Դերը լեզուներ բարգև որ խոսում ենք, որ լեզուներ գուտա, միայն այդ աղոթքի լեզուն չէ, նաև այս լեզուն, որ մեգումը խոսիս, դուն հայրեն խոսիս ինքը հասկնա։ Քո սիրով, քո նայվածքով, քո բեռնով ինքը պիտի հասկնա։ Բայց քո սրտիդ մեջ լեցուն պետք է լա Հիսուսի միսիան։ Հիսուսի արաքելությունը լեցուն պետք է լա, որ ոչ մի արկել չկա։ Ինչ փոթորիկ որ լա, լեզուի փոթորիկ դերևս ինքը վրայից կկայի։ Donc արկել չէ փոթորիկը, լեզուն։ Հասկանաք, հիվանդությունը արկել չէ։ Հիվանդանոց կերտա մարդիկ հոն կապաշխարեն կկարոզեն։ Ուր երտաս։ Քանի որ մենք միշտ անտիգոմ երտալիք ունենք։ Հիմա որ արդու գարտնաս, ասա որ դեր այսօր իմ անտիգոմս որն է։ Այսօր ինչ պիտի անեմ քեզ համար։ Իմ անտիգոմս ինչ է, սահմանիցս երբ պիտի լեմ, իմ նավիցս ինչու պիտի լեմ այսօր որ գնամ այդ կողմ։ Հարց տվեք։ Ժողովուրդ, հալելույա։ Գողքին մի հատ դարձի մի հատ մեջքին զարկ զորավորս է пассив չլինես։ Пассив չլինես։ Ողորմություն թողանի դերը մեզ։ Փառք ես դեր։